Վերհիշեցինք այս էմոցիոնալ պահը։ Այո, եւ ընկերների արձագանքը Ես այդ դրա մասին եմ ուզում ասել, որ ինձ ամենաշատը հուզեց եւ ուրախացրեց անգամ ոչ թե Արեգի ռեակցիան, Արեգի ծնողների արդյունքները, այլ Մարիամի եւ Մինասի արձագանքը։ Սպասում էիր, որ արձագանքը այդպեսին կլեր, թե դրա մասին ընդհանրապես չէիր մտածում։ Ճիշտն ասած սպասելի էր, որ հենց այդպիսի արձագանք կլինի, որովհետև ես անձամբ Մարիամի եւ Մինասի եւ նախագծի շատ մասնակիցների հետ շատ մտերիմ եմ, այսպիսով սպասելի էր այդպիսի արձագանքը իմ հաղթանակից հետո կարելի է։ Եվ համոզված եմ, որ դու էլ այդքան կուրախանար, եթե Մինասը կամ Մարիամը հաղթի։ Իհարկե։ Լավ, առաջարկում եմ ընդմիջվենք գովազդով, հետո վերադառնանք եւ շարունակենք մեր զրույցը Արեգ Գալստյանի հետ, մի քիչ հուզվենք այս հուզմունքը պահենք։ Գովազդ շանթի եթերում։ Հուզիչ գովազդ շանթի եթերում։ Վերադարձանք գովազդից հետո, ահա, այստեղ հայտնվում են լավ մարդիկ եթերում, ոչինչ, սա ուղիղ եթեր, այո, հերթական ապացույցն է, որ ոչ թե մենք գիշերեք ինչ-որ բաներ ենք ձայնագրում ձեզ համար, այլ սա ուղիղ եթեր է։ Եվ շարունակում ենք զրույցը Արեգի հետ Գալստյան, գովազդի ընթացքում պարզեցինք, որ Արեգը այս տարի ավարտում է քոլեջը եւ ունի մեծ երազանք ընդունվելու Երևանի պետական կոմիտասի անվան կոնսերվատորիա։ Արեգ, երբևէ մտածել ես ոչ Հայաստանում սովորելու մասին։ Եթե անկեղծ մտածել եմ, բայց հիմնականում այն կրթությունը, երաժշտական կրթությունը, որ պիտի ստանայի, իմ կարծիքով որոշ չափով անկախ այն բանից, թե որ երկրում կսովորեմ նույնն էր, որովհետև ներկայիս դրությամբ եւ շատ ժամանակներ առաջ նույնիսկ հիմնականում կոնսերվատորիաներում եւ նման բարձրագույն հաստատություններում ուսումնական հիմնականում կրթությունը վերաբերում էր դասական երաժշտությանը եւ այդպիսով ներկայիս դրությամբ որոշումս հետեւյալն է, որ դեռ կսովորեմ Հայաստանում, հետո Երևան։ Հետագայում Երևան։ Բայց քանի ապագայի պլաններից ենք խոսում, ինձ հետաքրքիր է պլաններում ապագայի հետ կապված ինչ փոփոխություններ եղան Սուպերստարում հաղթելուց հետո։ Երբ ես ամուսնանալու, հա, օրինակ, ապագայում։ Դա շատ հետաքրքիր է վստահ երկրպագուհիներին, բայց առհասարակ հետաքրքիր է Սուպերստարը ինչպես փոխեց ապագայի հետ կապված պլանները։ Հայ Սուպերստար 6 նախագծից հետո մասնավորապես գալահամերգների ընթացքում ես հասկացա, որ շատ մեծ ցանկություն կա ինձ մոտ ուսումնասիրել գործիքավորումը եւ հասկացա, որ դրանով անպայման պիտի զբաղվեմ, որովհետեւ շատ Այսինքն բացի երգելուց նաեւ եւս մեկ տաղանդ միգուցե քո մոտ արտնանա գործիքավորման։ Կարծում եմ այո, որովհետեւ այդ ամեն ինչի համար կա շատ կարևոր պայման, ես սիրեցի գործիքավորմամբ զբաղվելը, ես սիրում եմ երաժշտությունը եւ կարծում եմ դա նույնպես որոշ չափով կստացվի ինձ մոտ եւ ապագայիս ծրագրերում կա գործիքավորմամբ զբաղվելու նպատակ, ցանկություն։ Արդեն ընտրել ես մարդու մոտ ուզում ես գնաս սովորել, թե դա գուցե կոնսերվատորիայում կամ գործիքավորում չկա կոնսերվատորիայում, այնտեղ կոմպոզիցիա կա, բայց գործիքավորման համար ստերեոտիպ պետք է ինչ-որ մեկի մոտ գնաս երևի սովորես։ Թե կարող ինքնուս նաև։ Ամենայն հավանականությամբ կարծում եմ ինքնուս տարբերակը ինձ համար ավելի հաճելի կլինի, որովհետև շատ եմ սիրում երբեմն որևիցե բան երաժշտության հետ կապված ինքս բացահայտել, բայց ինչ որ մեկի մոտ հավելյալ գիտելիքներ ձեռք բերելու տարբերակը նույնպես, այո, իհարկե, նույնպես կմտածեմ այդ ուղղությամբ։
Խոսեցինք երկրպագուհիների մասին, շատ էին գրում, բոլորին պատասխանում էիր, ինչպես է դրան վերաբերում առհասարակ եւ առհասարակ, չգիտեմ, 9 ամիս առաջ Արեգ Գալստյանին ճանաչում էին բարեկամները, հարազատները, համակուրսեցիները։ Հիմա ըստ էության դու փողոցում քայլում ես, բոլորը ուզում են նկարվեն, հարցեր են տալի, ինչպես է դրան վերաբերվում այդ Park, ճիշտ եմ ասում։ Հայտնությանը, парքին, այո։ Շատ դրական վերաբերմունք ունեմ այդ ամեն ինչի հանդեպ, շատ ուրախալի է, որ շատերն են, եթե անկեղծ ներկայիս դրության փողոցում մոտենում, եւ անկեղծ դրանից շատ եմ ուրախանում։ Իսկապես ուրախալի է, բայց միևնույն ժամանակ հասկացա, որ շատ զգույշ պետք է լինի այն մարդը, ով որ հայտնի է, որովհետև նրան ետևում են։ Որովհետև շատերին կան շատ հայտնի համաշխարհային հռչակ ունեցող աստղեր, որոնց որ հայտնիությունը իրենց ինքնակենսագրականը ուսումնասիրելով հասկացել են, որ տարավ մեկ այլ ճանապարհով։ Այո, այսինքն դեպի աստղային հիվանդություն, այո։ Այո, ես ունես պայքարի ձև դրան ռեցեպտ ինչ որ թեյ հատուկ որ շվարակ հիվանդանամ աստղային հիվանդությամբ։ Դրա համար իմ գլխում անընդհատ պտտվում է մի երևույթ, մի այսպես ասած խորհուրդ, որ պիտի փորձես, այո, հենց փորձես, որովհետև շատ դժվար բան է սա իրականում, երբ որ հայտնի մարդ ես, պիտի փորձես մնալ նույն մարդը ամեն դեպքում։ Ինչ որ եղել ես միջև հայտնիությունը։ Ապագայում կա տեսահոլովակ եւ երգ շատ մոտ ապագայի մասին է խոսքը, տեսահոլովակ, սեփական երգ ունենալու մտքեր։ Կարծում եմ մոտ ապագայում ավելի, այսպես ասած, ինչ համապատասխան բառ չեմ գտնում ասելու։ Ես այդ դեպքում ռուսերեն բառ եմ ասում, դու կարող ես երգել ինչ որ մի բան։ Ում հետ է կապված։ Դու ունես պայմանագիր Շանթ հեռուստաընկերության հետ եւ դրան պրոդյուսինգով զբաղվում է Շանթը հենց եւ կան ծրագրեր, կա երգ գրված արդեն քո համար։ Երգ տեսահոլովակ, նկարահանելու։ Ներկայիս դրությամբ շատ փակագծեր չեն բացի։ Սպասվում ընդհանրապես։ Քանի որ ի տարբերություն ինձ ու Զարայի շատ զուսպ է Արեգը, այո, Արեգ կարող է միանգամից ասել այդ no comment եւ վերջ, չէ՞ որ դու հայտնի մարդ ես, արդեն կարող ես այդպես պատասխանել հարցին։ Բոլոր հարցերին ասել no comment եւ վերջ։ Ես կասեմ, սպասվում են անակնկալներ։ Սպասվում են անակնկալներ Արեգից եւ հուսամ, որ այդ անակնկալները մեզ երկար չեն սպասեցնի։ Շնորհակալություն Արեգ, որ եկար առավոտյան։ Ես եմ շնորհակալ հրավիրելու համար։ Այո, ասեց, որ այսօր ցավոք սրտի դասի չի գնացել։ Սիրում ես սովորել։ Այո։ Երեխաներ, դուք էլ սիրեք սովորել եւ կունենաք Արեգի նման հաջողություններ եւ ամենակարևորը հավատացեք ձեր երազանքին։ Արեգին բաց թողենք, որ դեռ կհասցնենք գնա մի 2 դասի մասնակցի, իսկ մենք երաժշտության թեմայից հեռու չենք գնում, որովհետեւ Արեգից հետո իհարկե միայն ու միայն երաժշտություն։ Այս պահին լսելու ենք լավ երաժշտություն։ Մնացեք մեզ հետ, երաժշտություն Շանթի եթերում։